նախ կանք մարսվորդի վերջի ձեր ելույթի հատվածից ընտրություններ, տեսեք երեկվանից մի փոքր ավելի սրվեց քաղաքացիական պայմանագիր, քաղաքային իշխանություններ, այսպես ասած հարաբերությունները ձեր խմբակցությունից, քաղաքացիական պայմանագրից, այսպես ասած գնահատական պահանջեցին ներկայիս քաղաքային իշխանությունների կառավարման համար։ Ու սկսվեց արդեն քննադատություններ, տեղափոխվել արդեն սոցիալական հարթակներ, մեկը մյուսին է մեղադրում, մեկը մյուսին, մենք մեզ մանկապարտեզը, դուք են մանկապարտեզը, ի վերջո ու է տանելու այս, այսպես ասած, հեռավար կռիվը, այսպես ասենք։ Ես չէի ասել, որ երեք սրվեց, որտեղ այնպես չի, որ դրանից առաջ փափուկ էր, մենք մեր ավականիները այնտեղ ընդդիմություն են եւ բոլոր ավականի նիստերում էլ մեր ավականիները բարձրաձայնել են բոլոր խնդիրները քաղաքի կառավարման հետ կապված, որոնք իրենք տեսել ու նկատել են, ու եթե նկատեք, նաև այլ քաղաքական ուժեր կան, որոնք ենքան էլ կոչ են կառավարման համակարգից, առանց հաշվի առնելու, որ հենց իրենք են նաև աջակից եղել քաղաքապետի ձևավորմանը, նոր քաղաքապետ ընտրելուն, իրենք էլ երևի թե փոշմանել են կամ գուցե եւ տեսնում են խնդիրներ եւ բարձրաձայնում են։ Մեր քաղաքական ուժը ինչպես եղել է քաղաքակենտրոն, ինչպես եղել է միշտ իշա գյումրեցու ու իրեն քվե տված քաղաքացիների ձայնը այդտեղ բարձրացնող, այդպես էլ շարունակելու է ու վստահեցնում եմ, որ բոլոր այն խնդիրները կառավարման ու բոլոր այն Գյումրում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք չեն լինելու օրենքի սահմաններում կամ չեն բավարարելու քաղաքացիների պահանջները, մեր ավականիները բարձրաձայնելու են։ Իսկ այս նորություն չի, բոլոր ավականունիստերից հետո էլ բնականաբար նման քննարկումներ եղել են, նաև տեղափոխվել են սոցիալական ցանցեր, որտեղ լրատվամիջոցներն էլ շատ դեպքերում այդ խնդիրները բարձրաձայնում են ու նկարանում ցույց են տալիս ինչ է կատարում ավականունիստին, որը շատ լավ ու դրական եւս մեկ ժողովրդավար քայլ է, երբ որ ավականունիստերը լուսաբանվում են եւ քաղաքացիները կարողանում են նայել, ոչ միայն լրատվականների ծանոթանալ։ Տեսեք, տեղափոխվեց մեր քաղաքը խմբակցություն, քաղաքացիական պայմանագիր, այսպես ասած, կռիվը հիմնի ոնց որ այս երկու խմբակցությունների միջև է գնում։ Մենք կռիվ որպես այդպեսի չունենք, մենք ունենք բանավեճ քաղաքական, որովհետև հասկանալի է կառավարման մոդելների տարբերություն կա, քաղաքականության տարբերություն կա եւ մեր դիրքորոշումը լրիվ այլ է, քան այլ մնացած քաղաքական ուժերն, որոնք մի քաղաքապետարանում են եւ բնականաբար տարաձայնություններ պիտի լինեն, եթե տարաձայնություններ չլինեն, բոլորը կլինեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ կամ գոնե կընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետին եւ գուցեև կամ ավելի շատ մեծ հավանականությամբ մենք այս պատկերը չենք ունենա Գյումրիում։ Պարոն Արուշանյան, ի՞նչն է պատճառը, որ անընդհատ ասում են Գյումրի 2 թուլ չենք տալու։ Ինչ այսպես ֆանտաստիկ բան է եղել Գյումրի 1-ի ժամանակ, օրինական ընտրվել է ավականին ընտրել է քաղաքապետ եւ հիմա դարձել է քաղաքական շահարկումների թեմա Գյումրի 2 թուլ չենք տալու։ Եթե Գյումրի 1-ը այդքան խնդիր էր դարձել, թող չհամաձայնվեին ընտրության արդյունքների հետ եւ այսպես պահանջեին վերահաշվարկ կամ եւ այլն։ Ինչ խնդիր է եղել Գյումրի 1-ի ժամանակ։ Նախ Գյումրի 2-ը քաղաքական ընդդիմադիր ուժերն են բարձրաձայնում, որ Գյումրի 2 ենք փորձում անել կամ Գյումրի 2, այսինքն այն պատկերը, որը Գյումրիում ունեցել են, միանալով բոլոր ընդդիմադիր ուժերը ընտրել են քաղաքապետ, նույն մոդելը փորձում են անել նաև համապետական ընտրություններին, այդ բոլորի համար պարզ է, կառավարվող մեկ կենտրոնից եւ իմ կարծիքով չկա որևէ մեկը, որը կասկած ունենա, որ թե Գագիկ Ծառուկյանը, թե Սամվել Կարապետյանը ցայները տալու են Ռոբերտ Քոչարյանին, եթե իհարկե կարողանան հավաքել այնքան ցայն, որ փորձեն անել այն ինչ Գյումրիում են արել։ Ես վստահ եմ, որ չեն կարողանալու հավաքել այդ ցայները, որովհետեւ ոչ գյումրեցին է միամիտ, ոչ էլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Շտաբը Շիրակի մարզի, բնականաբար Շիրակի մարզի շտաբը ղեկավարելու եմ ես, լինելու եմ շտաբի պետը, այդ ժամանակահատվածում արձակուրդ եմ բնականաբար գնալու եւ ղեկավարելու եմ Շիրակի մարզի շտաբը նախընտրական process-ները։ 19-ին ինչ միջոցառում է, ինչ։ Ամսի 19-ին Հյուսիս-Հարավի Երևան աշտարակ Գյումրի հատվածի բացումն է, լինելու է մեծ ավտոերթ եւ հրավիրում են բոլոր մեր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ավտոերթին միանալ եւ դրանից հետո տեղի ունենալու Վարդանանց հրապարակում մեծ համերգային ծրագիր,
տարբեր արտիստների մասնակցությամբ եւ այդ օրը Գյումրիում Շիրակի մարզում մեծ տոնախմբություն է լինելու եւ հրավիրում եմ մեր բոլոր քաղաքացիներ մասնակցելու այդ համերգային ծրագրին։ Իմ կարծիքով այս 38 տարվա ընթացքում Գյումրին ենքան է նեղվել ու տխրել հետի երկրաշարժան եւ այլն, որովհետեւ առիթ պետք չի մանկալ գտնել որևիցե օր, որպեսզի ուրախացնենք գյումրեցիներին ու Շիրակի մարզի բնակիչներին, իսկ առիթը որպես այդպեսի կարելի է նաև դրատակ առիթ տեսնել, հենց Հյուսիս հարավն է, որը Երևան-Գյումրի ճանապարհը, որը 10 տարուց ավել, եթե չեմ սխալվում, շատ երևի 14-15 տարի այդ ճանապարհը կառուցում էին ու չէին կարողանում կառուցել։ Բոլոր այն գյումրեցիները, որոնք գնում են Երևան ու երևանցիները, որոնք գալիս են Գյումրի, բոլորի համար կարելի է ասել ուրախություն է, որ Հյուսիս հարավը ամբողջությամբ կառուցվել է։ Տեսեք, երեք ավագանունիստին պարզվեց, որ Բագրատունյաց այդ պուրակի հատվածը, նաև հետո Տեյրան փողոցը պարզվեց, որ մի հատվածը փոսալցումը արվել է։ Պետական միջոցներով պիտի, չգիտեմ, ինչ-որ առաջի շերտ նորից պիտի փռվի։ Տեսեք, ինչ է ստացվում, մի կողմից միջոցները ներդրվում են, չեք համատեղ չեն աշխատում, ինչու չի ստացվում։ Այսինքն քաղաքային իշխանությունը մեղադրում է, որ կառավարությունը ոչնդոտում է իրենց աշխատանքը։ Ես իրականում քաղաքային իշխանությունը չի դժգոհում, որպես այդպես նիստը երեք այդ հատվածը լսել եմ, քաղաքային իշխանության այդ աշխատանքները համատեղ են տարվել ու ես ուզում եմ հասկանամ աղմուկը էլի ժողովուրդ, եթե ասենք մենք տեսնում ենք, որ փոսալցման աշխատանքները այդտեղ արվում են ու էլի մենք ունենալու ենք այդ բառը օգտագործեմ լատկեկով ճանապարհներ ու ասենք մարզպետը կառավարության հետ համատեղ քննարկումներ արդյունքում որոշում ենք, որ այդ Բագրատունյաց օղակը ամբողջությամբ ֆռեզ անենք ու նոր ասֆալտի շերտ տնենք, քաղաքապետարանին էլ տեղակենք բան, որ մի շարունակեք այդ աշխատանքները, որտեղ անիմաստ այդ գումարները չվատնվեն, որ կարողանանք այլ տեղեր փոսալցումներ անել, այդ մի հատ մեծ աղմուկ է դառնում, այդ ասենք լավ բանն ենք էլի մենք աղմուկով կնում, հասկանալի է, ներողություն եմ խնդրում մեր բոլոր վարորդներից, որոնք այս քանի օրվա ընթացքում այդ անհարմարության մեջով են անցել, բայց մնացած քաղաքի հատվածները երևի ավելի անանցանելի են, նամանավանդ Տանի թաղամասը եւ Խորենացի փողոցը։ Հիմի այդտեղ եթե որոշել ենք Շիրակացի փողոցը բնականաբար եւս, եթե որոշել ենք, որ ստացվել է հենց այն պահին, առաջի պահին, երբ մենք հստակեցրել ենք, որ այդ հարցը լուծելու ենք, միանգամից քաղաքապետարանը տեղյակ է պահվել, որ ավելորդ գումարներ մի ծախսեք, ինչքան որ կա, թող այդ կանը մնա, մենք այդտեղ ամբողջությամբ նոր ասֆալտի շերտ ենք փռելու, նաև այդտեղ նոր ասֆալտ է լինելու հրաբարագի ու ամենափրկիչ եկեղեցու այդ արանքի հատվածը, այսինքն վատ բան այդտեղ ուզում եմ հասկանամ աղմուկ բարձրացնելու բանը որն է այդտեղ լինում են չէ ես ձեր հետ համաձայն կլինեի եթե ես օրինակ տարվա սկզբում այդ աշխատանքներն անեինք ու մենք գիտենայինք որ այդտեղ անելու էինք ասֆալտապատում ու քաղաքապետարանը համատեղ աշխատանք չիրականացվեր որ պահին մենք իմացել ենք որ արդեն всё հստակեցված է այդտեղ ասֆալտապատում ենք անելու նույն պահին քաղաքապետարանը տեղեկացված է եղել եւ այդ պահից կանգնեցվել են ասենք ինչ թողնեի որ շարունակեր քաղաքապետարանը այդ գումարները դներ հետո երգորեդո էս կայ քանդեի այդ փողոցը ինչի այդ գումարները քաղաքապետի գումարները չէ ոչ էլ քաղաքապետարանի գումարներն են այդ գումարները մեր գյումրեցիների վճարված տուրքերից հարգերից գոյացած գումարները եւ կապ չունի քաղաքապետ թե մարզպետ ես ինքս որպես գյումրեցի ամեն մի կոպեկի վրա Տողում ենք, որ այդ կոպեկները շատ ավելի արդյունավետ տեղ ծախսվեն։ Իրենք ասում են, որ տեսեք փորված է, չէ, կդրտված է, հատվածներն այդպես դիտավորյալ չեն սկսում, դիտավորյալ է, այսպես ասած, դժգոհության սլաքը ավելի շատ ուղղում է քաղաքային իշխանությունների կողմը, քանի որ ոչ մեկը գրեթե տեղյակ չէ, որ այդպես Ժորժ ջան, ես հասկանում եմ տողատակ այդ կոնտեքստը այդ ամեն ինչի, բայց այն աշխատանքները, որոնք այդքան էլ մարզպետի լիազորության տակ չէ ու ես անում եմ կառավարության հետ իշակ Գյումրիում կատարվող ծրագրերի, այդ ծրագրերի ծավալն ու քանակը, որ պատկերացնենք, չենք ասի, որ մարզպետը կամ կառավարությունը դիդավորյալ աշխատանքներ են անում քաղաքապետարանի
հանդեպ դժգոհություն առաջացնելու համար։ Ավելին ասեմ, քաղաքապետարանի հանդեպ այնքան դժգոհության առիթ կա, որ մարզպետի Բագրատունյա ծողակա առաջացած խնդիրը ընդամենը շատ փոքր տոկոսն է այն կառավարման խնդիրների, այն քաղաքի վիճակի, որը կարող է Բագրատունյա ծողակի հետ համեմատած։ Այն աշխատանքները, որը տարվում է Գյումրիում կառավարության կողմից, իմ միջնորդությամբ, մեր աշխատակազմի համատեղ աշխատանքի արդյունքում կառավարության, որը ասեմ ձեզ 80%-ից ավելին մեր լիազորությունների մեջ չի էլ մտնում, դա արվում է որպես գյումրեցի, դա արվում է որպես Շիրակի մարզպետ ու առանց նայելու թե Գյումրու քաղաքապետարանը օրինակ կոմունիստական կուսակցությունն է կառավարում, դե ընդդիմադիր այլ ուժեր։ Պարոն Արուշանյան, ամեն դեպքում անընդհատ շրջանառվում են կարծիքը, որ Գյումրիում կառավարումը տապալված է տեղական իշխանությունների կողմից, ու դա նաև ավականուն նիստերում է հայտնի դառնում։ Դուք որպես մարզպետ, մարզի ղեկավար շարունակում եք այդ համոզման ունենալ, որ ամեն դեպքում Գյումրիում կառավարումը Բնականաբար Գյումրիում կառավարումը կարելի է նաև անվանել տապալված, որովհետև այն պատկերը, որը ունենք, այն փոսային աշխատանքները, այն ճանապարհները, որոնք մենք ունենք, այն շատ ու շատ ընթացիկ աշխատանքներ, աղբանության հետ կապված, փոսալցման հետ կապված, ասֆալտապատման հետ կապված, շատ ու շատ ու մեր քաղաքացիները այսօր տեսնում են մենակ այն, ինչը իրանց աչքերով են տեսնելու։ Արդյոք խնդիրներ չունեն այն քաղաքացիները, որոնք օրինակ քաղաքաշինության բաժնի հետ հարցեր ունեն, արդյոք խնդիրներ չունեն այն քաղաքացիները, որոնք թույլտվության համար են դիմում քաղաքապետարանին, ավարտական ակտի համար են դիմում քաղաքապետարանին, բազում այլ ծրագրեր, քաղաքապետարանը միայն ճանապարհների համար չէ, քաղաքապետարանը բնականաբար նաև շատ ու շատ այլ անելիք ունի Գյումրիում եւ քաղաքով քայլելով արդեն պարզ է, թե մեր կառավարման մոդելը ինչ ձևով է ընթացքը ոնց է, ու այդ մենակ իմ դժգոհությունը չէ, այդ նաև գյումրեցիների դժգոհությունն է։ Հիմա հիմնավորում է, որ խոչընդոտներ են անընդհատ։ Խոչընդոտներ, ասեմ, խոչընդոտներ որպես այդպեսին չեն կարող լինել, առաջի օրվանից ասել եմ, որովհետև այն աշխատանքը, որը կառավարությունը անում է, այդ աշխատանքները ոչ թե քաղաքապետի կամ քաղաքապետարանի համար են, այլ գյումրեցիների համար են։ Խոչընդոտներ որևիցե չի կարող լինել, այսինքն ում ենք խոչընդոտում ենք մեր քաղաքացիների կյանքի որակի փոփոխությանը, այն էլ իմ կառավարման ժամանակ գոնե այդ հարցը պիտի չառաջանա, որովհետև շատ աշխատանքներ մենք անում ենք իշան մեր գյումրեցիներին։ Սուբվենցիոն ծրագրերով 2024 թվականին ներկայացված 20 փողոցներ են եղել, 2025-24-ին ներկայացվել է 25-ի համար, 25-ին այդ փողոցներն արվել են 20 փողոցներ, 25-ին ներկայացվել է 26-ի համար 18 փողոցներ, 26-ին ներկայացվել է եւս չի եղել մի սուբվենցիոն ծրագիր, որը տրամաբանության մեջ է մտնում սուբվենցիայի, որ կառավարությունը մերժի, որովհետեւ օրինակ Գյումրին է, հակառակը Գյումրիում տեղի ունեցող բոլոր ծրագրերը կառավարությունը օրենքի սահմաններում իհարկե այդ հնարավորությունը տալիս է, շատ արագ այդ ծրագրերը կյանքի են կոչվում։ Շիրակացի փողոցը գիտեք կառավարության ուղիղ ֆինանսավորման շինարարություն են արվում։ Ցկցկվել են մի այդ նույն շիրակացին էլ էլի Բագրատունյացի պես պետք է քաղաքացիները ասեն, որ ինչի է միջև մի քանդած, բայց ես հակված եմ, որ այդ փողոցը մնա քանդած այնքան ժամանակ, միջև ամբողջ ասֆալտի տագի թե գազ, թե ջուր, թե լույս, թե կոյուղի ամբողջությամբ փոխվի, որտեղ մենք տեսել ենք վատ կառավարման արդյունք, երբ որ մենք ասֆալտը հիմնանորոգում ենք արել, երկու շաբաթ հետո գազայգը սկսել է քանդել։ Անձամբ ես եմ հանձնարարականը տվել, որ բոլոր այն տագի եղած ենթակառուցվածքները պետք է փոխվի, նոր ասֆալտապատման աշխատանքներն արվի, որոնք նախագծի մեջ չեն էլ եղել։ Հիմա մենք նախագիծը անում ենք արդեն այդ շինարարական այդ process-ի մեջ ենք մտել, որ ամբողջությամբ այդ հատվածի բացի գազ, լույս, ջուրից նաև փոխվի կոյուղի համակարգը, որ մենք երբևիցե էլ խնդիր չունենանք այդտեղ նորից նոր ասֆալտը։ Այ հենց այդ է ճիշտ կառավարման արդյունքը։ Օրինակ բան չէ, էլի ասֆալտը արեցինք, ուշացրեցինք, թե չուշացրեցինք։ Ես հակված եմ, որ ուշացնենք։ Ներողություն եմ խնդրում եւս մեկ անգամ բոլոր Շիրակացի փողոցով երթևեկող քաղաքացիներից, բայց այդ փողոցն ունենանք 10 տարի, չլինի որևիցե կառույց, որովհետեւ ենթակառուցվածքները փոխելու համար նորից քանդի այդ փողոցը։ Բոլոր փողոցները, եթե մենք նման ձևով մոդենայինք այդ ասֆալտապատման աշխատանքներ, մենք մի քանդված փողոցներ չէինք ունենա։ Նույնը Նորավան թաղամասում ենք անում, էլի ծրագրի մեջ չկար, կոյուղին ամբողջությամբ փոխում ենք, որ կարողանանք նոր ասֆալտապատման աշխատանքներ անել։ Այդ մոդեցումները ես չեմ ընդունում կիսատ-պռատ գործ անելու։ Պարոն դուք քաղաքացիական պայմանագիրը կազմել եք քաղաքային իշխանության մաս, դուք եղել եք փոխքաղաքապետ։ Այո։ Երեք հնչեցին մեղադրանքներ, որ դուք եք եղել քաղաքային իշխանության մաս,
բայց ինչու՞ չէի կարողանում այն խնդիրները վերացնել, որոնք առկա էին եւ այդ խնդիրները մնացել, խորացել են։ Այսինքն հիմա միայն մեղադրել ներկա իշխանությանը կամ ընդդիմադիր ուժերին խնդիրները չվերացնելու մեջ մյուս ուժերը կարծում են, որ դա այնքան էլ ճիշտ չէ։ Ինչու՞ չվերացրեցիք այդ խնդիրները։ Նախ մեր կառավարման ժամանակահատվածում, երբ որ կառավարման մաս ենք եղել, մենք անձամբ ես եւ պարոն Պաբիգյանը եղել ենք փոխքաղաքապետ, ոչ թե քաղաքապետ, քաղաքապետ եղել է այլ ուժի ներկայացուցիչը, որի հետ համատեղ այդ ուժի հետ համատեղ աշխատանքը չստացվելու արդյունքում մենք ուղղակի հուշագիրը խզել ենք։ Իսկ այդ ժամանակահատվածում, երբ որ մենք նաև մաս ենք կազմել կառավարման, ինչքան որ մենք ունեցել ենք հնարավորություն, բազում խնդիրներ լուծել ենք եւ գյումրեցիները շատ լավ կհիշեն այն խնդիրները, որոնք նաև անձամբ ես եմ լուծել։ Պարոն Արուշանյան, կապսի ճանապարհ Ալեքսը դժգոհում է, այդպես գնում գալիս։ Մի հատ նկարագրեմ, այսօր կնկարեմ, կտեղադրեմ էջին։ 600 միլիոն կարծեմ գումար է ծախսվել, ու հիմի կարգատաններն ավելի շատ են, քան Լուրջ նայեք, այդ էլ շատ ես մի հստակ չեմ կարող ասել կոնկրետ այդ ճանապարհի համար, բայց շատ ու շատ ճանապարհներ կան, որոնք մեր լրագրողները, քաղաքացիները ասում են, որ այսքան ճանապարհը կառուցել ենք, այսքան գումարը ծախսել ենք, ինչի համար արդեն քանդվել։ Այդ ճանապարհների մեծ մասը ընդունված չէ։ Օրինակ Անի համայնքի Մարալիգի Հրանչայինյան փողոցը, որտեղ քաղաքացիները գուցե եւ տեսնեն թերություններ ու արձանագրեն, այդ ճանապարհը ընդունված չէ, այդ ճանապարհի ամբողջությամբ առաջի շերտը շինարարը փոխելու է, այդ գործընթացների մեջ ենք։ Այսինքն քաղաքացին կամ լրատվական դաշտը միդումնավոր թե առանց այլ հետին մտքերի, իրենք տեսնում են ճանապարհը կա, կձանոշումը կա, նշանները կան, բայց այդ ճանապարհները արդյոք ընդունված են, արդյոք թղթաբանությունը ամբողջությամբ ավարտված է, արդյոք այն լաբորատոր հետազոտությունները, որոնք պետք է արվել են ու դրական եզրակացություն են տվել։ Այդտեղ այդպիսի խնդիրներ ունենք։ Ես նաև մարզպետի աշխատակազմին հանձնարարել եմ, որ հանեն բոլոր այն շինարարությունները, որոնք երաշխիքի մեջ են, կլինի դպրոց, կլինի ճանապարհ, երաշխիքի մեջ են եւ մեր համայնքներին հանձնարարվել է, որպեսզի իրենք արձանագրությունները թե արձանագրեն այն խնդիրները, որոնք կան բանի մեջ եղած երաշխիքի մեջ եղած շինարարությունների եւ այդ ամբողջ փաթեթը ուղարկվում է բոլոր այն պատվիրատուներին, որոնք կան, ճանապարհային դեպարտամենտ, քաղաքաշինություն, տարածքային զարգացման հիմնադրամ, նախարարություն, այսինքն նաև այդ ուղղությամբ ենք աշխատանք տանում, որ այն շինությունները, որոնք ունեն երաշխիքի մեջ են, մենք կարողանանք նաև երաշխիքի մեջ սպասարկումն ապահովել։ Անին մեկ հարցի հնարավորություն տանք 4 միլիարդից ավելի կառավարությունը որոշեց պետական մարմիններին հավելավճարի տեսքով տրամադրել, որքան է ստացել Շիրակի մարզպետի աշխատակազմը եւ ինչպես է կտնօրինել ծախսելու այդ գումարները։ Եվ ամենաշատ շահարկվող թեման վերջին շրջանում դուք սկսել եք աշխատավարձերի չափերը բարձրացնել, սա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ինչպես է դիտարկվում։ Ընդդիմադիր ուժերը սա համարում են որպես կաշառք։ Տեսեք, եթե ընդդիմադիր ուժերին թվում է թե քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում կամ Շիրակի մարզում 150 ցեն է տանելու, միանշանակ հիաստապեցնելու եմ իրենց եւ 150 հոգու աշխատավարձ բարձրացնելը որևէ ձևով ընտրակաշառք չի կարող համարվել եւ ուղղակի այդ մարդկանց օբյեկտիվորեն կյանքի որակի մի փոքր փոփոխություն է։ Ընտրակաշառքը այն դեպքերն են, որոնք բացահայտում են օրինակ Արմավիրի ուժային կառույցները, որոնք բացահայտում են Էշմիածնի ուժային կառույցները, որոնք շարունակելու են բացահայտել մեր այլ ուժային կառույցներ ու այդ ընտրակաշառքի ձևերն ու տարբերակները շատ լավ գիտենք ու գիտենք նաև ինչ ձևով են փորձում քաղաքացիներին շահագրգռել։ Թանգարանի 20 աշխատակցի աշխատավարձ բարձրացնել է, որ ֆինանսական միջոցները թույլ են տալիս վերահաշվարկ են կարել ու բարձրացրել են, ու ձեզ ասեմ, այդ իրականում պայտակ ստացված որոշում էր, երբ որ ուղղակի բյուջեի հունվարին մենք հաստատել էինք հաստիգացուցակներ, ուղղակի վերանայեցինք ֆինանսական միջոցները, բյուջեները, հասկացանք, որ իրականում կարելի է նաև այն մարդկանց աշխատավարձը բարձրացնել, որոնք 80-90 հազար դրամ են ստանում։ Մեր թանգարանի աշխատողների աշխատավարձը այդպես էլ չհիշեցինք, թե երբ էր վերջի անգամ բարձրացվել։ Ու մենք չենք բարձրացրել, բոլորինը բարձրացրել ենք մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողների աշխատավարձը։
Պոլիկլինիկաները նույն ձևով մենք երամսյակը ամփոփելուց հետո, երբ որ հաստիգացուցակը հաստատված էր արդեն, բայց երամսյակը ամփոփելուց հետո հասկացանք, որ կարողացել են պոլիկլինիկաները Գյումրու պոլիկլինիկաների մասին է խոսքը, ամբուլատորների մասով ասեմ նորից վերանայելու ենք, որտեղ Գյումրու պոլիկլինիկաները երամսյակում կարողացան 80 միլիոնից ավել պարտք փակել, որը երկար տարիներ կուտակված էր։ Նաև իրենց ֆինանսական միջոցների հաշվարկը, վերլուծությունները անելուց հետո հասկացանք, որ մենք նաև կարողանում ենք աշխատավարձ բարձրացնել, բայց այդ մարդիկ են չարչարվում, չբարձրացնենք այդ աշխատավարձերը։ Ոչ հիմա։ Այդ էլ եմ ասում, օքեյ Ժողովուրդ ջան, եթե 150 հոգին է մեր ընտրողները ու հույս ունեն, մտածում են, որ մեր 150 Բազմապատկենք 4-ով։ Ընտանիքի բազմապատկեցինք 600, հետո 600, Շիրակի մարզով 600, Ժողովուրդ ջան, այդ ասելն էլ է տրամաբանական լինելու։ Այդ ընտրակաշառքի մասին խոսում են այն ուժերը, կներեք, ընտրակաշառքի մասին խոսում են այն ուժերը, որոնք պարբերաբար ուժային կառույցները օպերացիաներ են անում իրենց ընտրակաշարքի, ենթադրյալը իհարկե գործը դեռ չի ավարտվել, ենթադրյալ ընտրակաշառքի մասին։ Եթե իրանց թվում է դժքան բարձր պաղավեցին, որ մենք մի օկու 20,000 դրամ կամ 30,000 աշխատավարձ բարձրացրեցինք, այն էլ 80,000 ստացող են, դա ընտրակաշառքի ու հանրությունը լռեցնելու է այդ իրանց արած ընտրակաշառքը, չարաչար սխալվում են։ Եվ ես սառիթից օգտվելով ուզում եմ բոլոր ընդդիմադիր ուժերին հորդորել ու ասել է երևի իրանք տեղյակ չեն, որ քաղաք են եկել, տեղյակ չեն դե որ մարզ են եկել ու վստահեցնում եմ, որ գյումրեցիներին ու Շիրակի մարզի բնակիչներին երբևիցե հնարավոր չի եղել ոչ փողով զարմացնել, ոչ փողով ձեն առնել ու այդ ուժերը, որոնք եկել են փորձում են գյումրեցիներին մի ամիդի տեղ տանել ու իրենց քաղաքական խաղերը խաղալ, վստահեցնում եմ, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղի Շաղիկը շատ լավ գիտի ու պատկերացնում է, թե ինչ խաղ են խաղում ու ինչ են անում, այս խաղը որ կենտրոնից է կառավարվում եւ վերջում ում են բոլոր երեք ուժերը միասին ձեները տալու։ Վստահեցնում եմ բոլորը գիտեն ու գյումրեցիներին երբևիցե որևիցե մեկը գյումրեցու արժանապատվության հետ չփորձեն խաղալ, չփորձեն գյումրեցուն պատկերացնել, որ կարողանում են դրսից եկած իրանց գումարներով գյումրեցիներին կաշառել կամ առնել։ Գյումրեցին միշտ գիտեցել է ինչ է ու միշտ գիտենալու է ինչ են այդ մեր համար չափից ավել վիրավորական է մեր ասելով ի նկատի ունեմ գյումրեցիներին։ Եվ օնլայնված նիստը հրավիրելու Հա, որը Կառավարության որոշումը 4.6 միլիարդ որ տրամադրել է Շիրակի մարզպետի աշխատակազմին, ինչքան է հասել։ հա, դե շատ հեռու եք այն Նախ պարգևաճարների մասով այդ գիտեք կառավարության հստակ դիրքորոշում կա կիսամյակի արած աշխատանքի համար նաև ըստ կատարողականների պարգևաճարներ են տալիս ու այդ պարգևաճարները վարչապետը արդեն մեկնաբանել է թե ինչի համար է ու ոնց է տրվում այդ պարգևաճարները այդ պարգևաճարը չի ստացել միայն մարզպետը վստահեցնում եմ այդ պարգևաճարը ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները տոկոսային տարբեր հարաբերակցություններ ես չեմ կարող ասել թե ընդանուր Շիրակի մարզին ինչքան գումար է եկել ըստ մեր կատարողականի է եկել բայց վստահեցնում եմ որ պաշխվել է բոլորի միջև, ավելին մենք այդ 4 միլիարդի մասին պարբերաբար խոսում ենք, բայց չենք ուզում ֆիքսել, որ դեկտեմբերին մարզպետի որոշումով բոլոր այն պոակները մեր ենթակայության տակ կառույցները, դպրոցներ, թանգարաններ, երաժշտական սիմֆոնիկը եւ այլ սպորտային կառույցներ, որը մարզպետի ենթակայության տակ է, մարզպետի որոշմամբ բոլոր խնայած գումարները բաշխվել է որպես պարգևաճար աշխատակիցներին 4620 աշխատակից ստացել են տանուց 443 միլիոն դրամ դեկտեմբեր ամսվա պարգևաճարների մասին է խոսքը։ Այդ մասին չենք ուզում խոսել։ Այդ նաև տնտեսական ակտիվություն է բերել, որտեղ այդ 443 միլիոն դրամը դեկտեմբերին մնացել է Շիրակի մարզում։ Շիրակի մարզում այդ գումարները մարդիկ ամանորյա ծախսերի վրա են ծախսել, առևտուր են արել, այսինքն եւս լրացուցիչ 443 միլիոն դրամ բացի այն 4620 քաղաքացիներից, որոնք օգտվել են այդ պարգևաճարից, նաև կարողացել են մեր տնտեսվարողները օգտվել։ Այն նոր տարվա առևտուրը 443 միլիոն դրամով ավել է եղել Շիրակի մարզում, որը զգացել են բոլորը։ Հիմա մենք կենտրոնացել ենք Շիրակի մարզին, չգիտեմ 30, 40 թե 20 միլիոն կոնկրետ թիվը չեմ, բայց այդպես մեծ ահռելի թիվում չէր էլի, որ պատկերացնենք, թե մենք մի մեծ բան ենք ստացել, որն էլ ավելին ասեմ, նաև կառավարության որոշմամբ բաժանվել է 4 ամիսների ընթացքում այդ պարգևաճարները վճարվելու, բայց մենք խնդրել ենք կառավարության, որ մարզպետարանի բացի
մարզպետ, վարչության պետեր, մյուսներից են մեր մարզպետարանի աշխատակիցները ամբողջությամբ ստանան։ Մերը 4 ամսվա է բաժանվել, մնացածները միանվագ են ստացել այդ գումարը։ Վարչապետի այցերի ժամանակ ասում են, որ մասովկա ապահովելու են պատվիճող կանանց բան բերելու պարտականությունները դրվում է հիմնականում մարզպետների վրա։ Ուզում եմ նախ այդ մասով անդրադառնալ, որտեղ առաջիկայում սպասվում է, չէ՞, վարչապետի այցը։ Շատ ու շատ այցեր են սպասվում առաջիկայում։ Եվ երկրորդն էլ ընդհանրապես մենք ականատես ենք եղել, որ եթե իշխանության այսպես ձայների թիվը փոքր է լինում, մարզպետները ազատվում են աշխատանքից։ Մտավախություն ունեք, որ հունիսի 7-ից հետո, եթե չստացվի այնպես ինչպես որ պլանավորված է, ձեր հեռացման հարցը կքննարկվի, որտեղ մի անգամ արդեն այդպեսի Ալեքսան, հեռացման առումով պատվաստում ունեմ, իմունիտետ ունեմ ու ընդհանրապես որևէ խնդիր չունեմ այդ առումով, գիտեք, 10 օրը մեկ մենք անցնում ենք արդեն իմունիտետը կա, պատվաստումը ստացել եմ, այդ առումով խնդիր ընդհանրապես չունեմ։ Կոռեկտությունը թույլ չի տալիս ինձ անձնական նամակագրությունը կամ ձայնային հաղորդագրությունները իմ եւ պարոն Խուդացյանի տարածքային կառավարման նախարարի միացնել այստեղ լրագրողների առաջ, որովհետեւ դուք ինքներդ համոզվեք, թե վարչապետի այցերից առաջ ինչ voice-եր են, ձայնայիններ են ուղարկում ու ինչ տեքստեր են գրում նախարարը կամ այլ պրոտոկոլը մյուսները, իսկ ընդհանուր բովանդակությունը այսպես է, որ դիմավորելուց վարչապետին բացի քեզանից ու համայնքի ղեկավարից ոչ ոք չի լինելու, ոչ մի անձ բացի ձեզանից այդտեղ կանգնած չլինի, երբ որ վարչապետը գալիս է։ Բացի դրանից վարչապետի հաջորդ ձայնագրությունները, որ երբ որ ես հարցնում եմ, թե որտեղ են կանգնելու, մենք օրինակ Մանրալիգի հրապարակում ցեզ ենք սպասում, իրանք չեն գալիս Մանրալիգի հրապարակ, իրանք կանգնում են այնտեղ, որտեղ վարչապետը ուղղակի ուզում է։ Մենք հետո հասցնում ենք հետևից, որ կարողանանք հասկանալ, թե որտեղ է կանգնել, շուտ հասնենք այդտեղ։ Հենց նման խոսակցություններից նաև խուսափելու համար վարչապետի ամբողջ մենք գիտենք, որ գալու է Մանրալիգի համայնքի ենթադրենք գիտենք, որ գալու է Գյումրի, բայց մենք հստակ չգիտենք, թե այդ ավտոբուսը որտեղ է կանգնելու, որտեղ է լինելու այն կանգառը, որը վարչապետը նախատեսել է։ Հենց այդ պահին ինքը որոշում է, հենց այդ պահին այդտեղ կանգնում է։ Ուզենայինք է պլանավորեինք, որպես այդպիսիդ, որ մենք մարդկանց խոսք ապահովեինք, մենք չէինք էլ կարողանալու, որտեղ մենք հստակ չգիտենք։ Եթե ուշադիր նայեք ամբողջ ընթացքը լայվով գնում է, եթե ուշադիր նայեք, հասկանաք, որ այդ կանգառները շատ դեպքերում ու հենց վարչապետը մարդ է հավաքված, բերեք կանգնենք, իջնենք, մարդիկ ձեռքով են անում։ Պլանավորել է դա ամեն ինչ անհնար է։ Վստահեցնում եմ։ Եվս մեկ հարց տվեք, շտաբը դուք եք ղեկավարելու եւ հաշվի առնելով Շիրակի մարզի սոցիալական իրավիճակը, այսինքն 43% աղքատություն, Գյումրիում անօթևանության խնդրի, այսպես ասած, չլուծված լինելու հանգամանք, մի խոսքով, հնարավորությունները, շանսերը ինչպես է գնահատում, արդյոք բնակիչը 8 տարում, իր սոցիալական ես նկատի ունեմ, կարգավիճակում փոփոխություն չտեսնելով, լուրջ փոփոխություն, ես նկատի չունեմ կենսաթոշակի վերջի բարձրացումը, մինչ այդ, այսինքն ինչի պիտի վստահի ձեր քաղաքական ուժին, քանի որ 8 տարի անց միայն վերջի մի քանի ամսում իր թոշակն է բարձրանում կամ նպաստն է բարձրանում։ Նախ մի որ սկսեմ նշել, թե չի լինի։ բնականաբար մենք չենք էլ պատկերացնում, որ ուղղակի նստելու ենք տանը ու մեր քաղաքացիները կան մեզ ձայն տան, մենք առելի աշխատանք ունենք անելու, մենք քարոզարշավ ենք անելու 29 օր, մեծ աշխատանք կա արվելու, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այդ աշխատանքի մեր ամենադժվար մասը լինելու է, որ մենք մեր քաղաքացիներին նորից հիշեցնենք, թե յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր բնակավայրում իր կյանքի որակը ոնց է փոխվել։ Այդ աշխատանքները այնքան ահռելի են, այնքան մեծ են, որ մեզ շատ ու շատ ժամանակ է տրամադրվել, պահանջվելու մեզանից, որովհետեւ կարողանանք մենք տուր առ տուր, տուն առ տուն կարողանանք մարդկանց հիշեցնենք ու ցույց տանք այն աշխատանքները, որոնք մենք արել ենք։ Եվ նաև ներկայացնենք այն աշխատանքները, որոնք մեր նախընտրական ծրագրով հետագայում անելու ենք։ Այդ ամենամեծ ժամանակն է մեզանից ծախսելու։ Մենք խոսում ենք այսօր
վերջի ժամանակվա 10,000 դրամ աշխատավարձի բարձրացումը, բայց չենք ուզում տեսնել, որ ենթադրենք, երբ որ մենք իշխանություն ենք ստանձնել, այդ թոշակը ներողություն, այդ թոշակը շատ անգամներով ավելի ցածր է եղել, քան այս վերջի 10,000 դրամից հետո։ Այսինքն ոչ թե 10,000 դրամ է բարձրացվել թոշակը, այլ է ժամանակահատվածում շատ անգամ է բարձրացվել թոշակը։ Մենք շատ ժամանակ ենք ծախսելու քաղաքացիներին ցույց տալու, թե ինչ դպրոցաշինության աշխատանքներ են արվում ու շարունակվում են արվել։ Շատ դժվարությամբ ենք ցույց տալու, թե գյուղատնտեսության ոլորտում գյուղ առ գյուղ ինչ աջակցման ծրագրեր են եղել ու նաև ինչ աջակցման ծրագրեր կան։ Ես ասացի 4 միլիարդ 500 միլիոն դրամի չափով միայն պետական աջակցման ծրագրերով Շիրակի մարզի տնտեսվարողներին աջակցության ծրագրեր են մատուցվել ֆինանսական։ Լիզինգի ծրագրեր կլինեն, գյուղատնտեսության անասնագոմերի խելացի անասնագոմերի ծրագիր կլինեն, թե աշնանացանի կամ այլ բազմաթիվ ծրագրեր, ու այդ 4 միլիարդ ու կեսի մեջ չի մտնում նաև այն խոշոր գործարանները, ինչպիսին են օրինակ Բելիսիմոն կամ Լենտեքսը կամ Ամտեքսը, այդ գործարանները, որոնք պետությունից ստացել են արտոնություն մաքսատուրքի կամ ավելացված արժեքի հարգի մասով, այդ գումարները դեռ չունենք, որտեղ ահռելի գումարներ են այդ եւս։ Այսինքն մենք չենք ֆիքսվում այս վերջի ժամանակահատվածի բարեփոխումներով, առողջապահության համընդհանուր ապահովագրությունով չենք ֆիքսում, մենք այս 5 տարիների ընթացքում ահռելի աշխատանք ունենք արած, որը մեր քաղաքացիները բնականաբար տեսել են ու շարունակելու են տեսնել։ Իսկ գլոբալ քաղաքական միանշանակ խաղաղության օրակարգը, որը մեր խաղաղության օրակարգը, մեր պաշտպանության բանակի համալրումները, մեր ամսի 28-ին իդեպ հաշվետվությունը կլինի մեր քաղաքացիները եւս կտեսնեն, որ 5 տարի ասում էին զենք չեն կառել, զենք չեն կառել։ Մենք ոչ միայն զենք չենք կառել, այլ նաև զենք արտադրել ենք, որոնք ցույց կտանք մեր քաղաքացիներին։ Այն ամրաշինական աշխատանքները, որոնք պաշտպանության առումով ասում եմ, այսինքն անվտանգային առումով մեր քաղաքացիները դա ամեն ինչը տեսնելու են ու զգալու են ու հենց տեր են կանգնելու իրենց խաղաղությանը։ Մենք զենքի գնման ու արտադրությունը ամբողջությամբ տեսնելու են։ Տեսնում են մեր քաղաքացիները, նորություն չէ մեր արտաքին քաղաքականությունը, երբ որ հավասարակշռված, բալանսավորված արտաքին քաղաքականությունները մենք տարածաշրջանի մեր բոլոր հարևանների հետ գրեթե լավ հարաբերությունների մեջ են։ Խաղաղության պայմանագիրը արդեն նախաստորագրված է, այսինքն նախ շանսերը շատ բարձր եմ գնահատում, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրախցիկ մտնելով փորձելու է ընտրի ինչի ու ինչի միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, խաղաղության եւ ինչ մյուս կողմը։ Ինչ է ընտրելու։ Ինչ է ընտրելու հաջորդ կողմում։ Հաջորդ կողմում ընտրելու է ինքնիշխանության բացակայություն, պատերազմ եւ այլ մանրամասներ շատ չբացեմ։ Բնականաբար կան հիմքեր, եթե վարչապետը ասում է այդ մասին, բնականաբար կան հիմքեր, որովհետև բանակցային գործը, հիմքերը դա մանկալու տեղել շատ պետք չի, որովհետև ընդդիմադիրները շատ պարզ ու բաց ասում են, երբ որ իրենք իրենց նախընտրական հոլովակների մեջ ցուցադրում են Հայաստանի Հանրապետության քարտեզը եւ Ղարաբաղի քարտեզը համատեղ, արդեն հասկանալի է, որ դու տարածքային պահանջներ ունես հարևան երկրիդ հանդեպ ու ինքը ուղղակի պահանջի կարգավիճակով չի մնալու, որովհետեւ գործողություններ այդտեղ լինելու են։ Եթե երկար տարիներ բանակցությունների արդյունքում ձեռք բերված խաղաղության գործընթացը նախաստորագրված խաղաղության պայմանագիրը փորձում ես նորից վերաբանակցել, նորից քո պայմաններն ու քո պահանջները տնել, հասկանալի է, որ այդտեղ խարխրվում է ամբողջ այն ռազմավարությունը, որը մշակվել է։